Ողջույն սիրելիներս, ողջունում եմ եւ սկսում եմ նոր տեսանյութ։ Սիրելիներս, տեսեք ինչ եմ բերել, հավաքել, ձեզ հետ միասին պետք է մաքրենք եւ այսօր պետք է պատրաստեմ աղցան։ Խառը կանաչիներով, մարոլով, հազարով գրական ասած, վիտամիններով հարուստ աղցան։ Միասին ենք պատրաստելու, սիրելի հետևորդներ ջան։ Հա, Մարինե ջան, Մարինեც էլ կոֆեն բերեց։ Սիրելի հետևորդներ ջան, դուք էլ եթե չեք դրել, դրեք միասին, խմենք մեր առավոտվա կոֆեն եւ զրուցենք, հերիքա, պետք է լինի թափի անպայման, Մարինե ջան։ Հա, ոչինչ, քիչ չի, մի փոքր է պակաց, ոչինչ։ Սիրելի հետևորդներ ջան, նորից հարցս խաղել է բազուկ։ Այս բազուկը, սիրելիներս, կարմիր բազուկը գլուխ չունի։ Բազուկը կոչվում է մանգոլ։ Հատուկ եփելու համար է։ Հիմա մենք կսկսենք մարոլից։ Մարոլը կմաքրեմ 1000-ը, նոր արդեն կմաքրեմ մնացածը։ Սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք եւ ուզում եմ, որ միշտ լավ լինեք։ Ես էլ եմ լավ, փառք Աստծո, ոչինչ։ Կամանց ամեն ինչը ճնշումը, շաքարը անցնում է, վերականգնվում եմ, սիրելիներս, եւ սկսեմ իմ շնորհակալական խոսքից, շնորհակալ եմ բոլորիցս, ձեր բարի, ջերմ, լավ խոսքերի համար, հետաքրքրվում եք, թե ինչպես է իմ առողջությունը, անչափ, անսահման շնորհակալ եմ բոլորիցս, անհատական։ Մեր օրը սկսում ենք մեկ բաժակ կոֆեից, միշտ առաջնահերթ կոֆեն է։ Պետք է կոֆե խմենք, նոր անցնենք գործի։ Հիմա ես ճիշտ կլինի, ես շարեմ սեղանին, սիրելիներս, հլը տեսեք, ինչ լավն են։ Հլը հասունանալու տեղ ունի, բայց նուրբը ավելի համեղ աղցան կլինի, արդեն լավ մեծացել է։ Հայաստանում միշտ ցանում էր մայրիկս, քրոջս սուրը, մենք երբևիցե չենք տնկել, որ ասեմ տնկել ենք, ոչ մի անգամ, սիրելի հետևորդներ ջան։ Մայրիկս որ տնկում էր, բերում էինք, աղցան պատրաստում էինք, բայց ես ինքս չեմ տնկել։ Հիմա առողջ են, լավ են, տերևները ուղղակի կառանձնացնեմ, որ լավ լվանամ, հանկարծ այդ ворթերից չլինի մեջը, պատահում է, չէ, որ ворթոտ է լինում, պետք է ուշադիր լինեմ անպայման։ Ընդհանրապես կանանչիները լվանալուն պետք է ուշադիր լինենք, որ արանքները չլինեն, մաքուր լինեն։ Սիրով սիրելիներս ցույց եմ տալիս մեր այգու աշխատանքները, մեր գեղեցիկ պարտեզը, ցույց կտամ նաև ծաղկած պարտեզից վարդերը, դրսի վարդերը ցույց եմ տալիս, բայց սիրելի հետևորդներ ջան, այգու պարտեզը բացվել են արդեն վարդերը պարտեզի, ցույց կտամ բոլորիդ։ Արդեն ամեն ինչից օգտվում ենք, հլը տեսնում եք, ցույց տամ, հլը տեսեք, սև գույնի շատ մանր, աչքին չի էլ երևում, օրինակ, որ այսպես լվանաս, չես էլ տեսնի, խնդրեմ, տեսեք, այսենց մանր, թիթեռի նման, բլոճներ են, մի խոսքով, մեր արտաշատցիները բլոճ են ասում, ասեմ, որ ես լվացել եմ ջրի տակ, ցեխոտ էր ջրելցին, նոր հանեցինք,
լավ լվացած է, ուղղակի նորից պետք է լավ լվանամ։ Դա արդեն տեսնեմ, եթե դրսից օրակի տակ հարմար լինի կլվանամ, չէ ներսում կլվանամ, նոր կպատրաստեմ։ Այսինքն արանքները կան, պետք է մաքրենք։ Շնորհակալ եմ նաև գիտեք սիրելիներս ձեզ, որ դուք միշտ լավատես եք, միշտ բարի եք, մեծատառով մարդ եք։ Այդ դրա համար շատ հարգում եմ ձեր սերը դեպի իմ ընտանիքը, ձեր հարգանքը, ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Հիմա արդեն սիրելիներս որդուս և հարսիս քրտնաջան աշխատանքի արդյունքը քաղում ենք և ուրախանում ենք և հպարտանում ենք, որ աշխատասեր են, որ սիրում են հող, եթե հող ունես չմշակես, ումն է պետք հողը։ Եթե սեփական տան մեջ ենք ապրում, սիրելիներս, ուրեմն պետք է հող ունենք, պետք է այգի մշակենք։ Շատ նուրբ է։ Այսքանը մի փոքր աղցան կլինի։ Շատ չեմ ուզում պատրաստեմ, ունենք հողամասում, երբ հարկավոր է կպատրաստենք սիրելիներս, միանգամից ինչի պատրաստենք, թարմը կպատրաստենք և կուտենք։ Դրա համար բավական է այսքանը, տեսեք դեռ ցեխերն էլ է մնացել, մի փոքր կմաքրեմ, լավ կլվանամ, նոր կպատրաստեմ ձեզ հետ միասին։ Այս վերջերս նորից շատ վատ եմ ինձ զգում սիրելիներս, բայց ես ինձ տրամադրում եմ, որ լավ եմ, հիվանդ չեմ, որ ավելի չտկարանամ, եթե պառկեմ, ասեմ անընդհատ հիվանդ եմ, վայ, չէ, դե ցավում է, դե վատ է, շաքար ունեցողները գիտեն, թույլ ես, չես ուզում նստածդ տեղից վեր կենաս, աշխատես, անես, որովհետև թուլությունը թույլ չի տալիս սիրելի հետևորդներ ջան, այսինքն մի կողմի դնեմ, որ կանաչիներն էլ այս կողմի վրա դնեմ, չնայած այնքան թաս եմ բերել, որ առանձին դնեմ, բայց ինչ արած, այդպիսին է, հարմարվում ենք, ապրում ենք։ Ապրելակերպ է շաքարային դիաբետով, ապրելակերպ է սիրելիներս, պետք է պահենք դիետա, բայց ցավոք սրտի շատ խիստ դիետա չենք պահում, ամեն ինչից օգտվում ենք, չեմ ասում չեմ օգտվում, բայց օգտվում եմ քիչ, ձեր սիրտդ ուզում է, տեսնում ես, ուտում են, սիրելիներս ամեն ինչ բերում են, դու էլ չես կարող չուտել, չօգտվել։ Ուտում ենք, օգտվում ենք ամեն ինչից, հնարավոր չի, եթե պատրաստում ենք, համ ու հոտը կա, արդեն դու էլ տեսնում ես, չես կարող անտարբեր անցնել, գոնե մի փոքր ճաշակում ես։ Մարինե շատ համեղ կոֆե է դնում, իմիջիայլոտ ասեմ, շատ, արդեն սովորացրել եմ ոնց դնի, առաջ դնում էր ուժեղ գազի տակ, բարձրանում էր, վերցնում էր, ես չէ, հիմա սովորացրել եմ մարմանդ կրակով, պատրաստում է և շատ համեղ է պատրաստում։ Սիրելիներս, կար ժամանակ, որ իրեն թվում էր, թե կոֆեն շատ լցնի, ուրեմն համեղ կոֆե կլինի, դրա համար, հիմա արդեն գիտի, ինչ անի, ոնց անի, հələ հողամասի սոխը, սիրելի հետևորդներ ջան, ինչքան լավ է, սա ասեմ, ուտելունը չի, մենք այս սոխը թողելու ենք գլուխ լինի, տեսնում եք, արդեն կոպտացել է, ուղղակի աղցանի համար ունենք ուտելու սող, շատ մանր է, դրա համար մի քիչ սրանից
քաղեց Մանիկը, ես էլ առանց սոխի չի լինի, չէ։ Ինձ ու Մարինեից համար առանձին կվերցնեմ, առանց սոխի, Մարինես էլ սոխ չի ուտում։ Ես շատ սիրել եմ, սիրելիներս, ես հիվանդանալուց այդ կորոնայից հետո մնաց, որ չեմ ուտում։ Այսինքն մի փոքր ծերերն էլ կմաքրեմ։ Իջանք, տես, որ չլինի, այսքանը գնաս շուկա, նախ ժամանակդ է կորում շուկա գնալու, սիրելիներս։ Երկրորդն էլ հիմա ահավոր գներ են, թե Հայաստանում, թե այստեղ։ Չնայած Հայաստանում արդեն շատ էժանացել է, որովհետև չի արտահանվում, բանջարեղենը, մրգեղենը էժան է։ Բայց եթե ունենք, մշակում ենք, իջանք, քաղինք, վայելեցինք, նստեցինք, ծաղիկներին գեղեցկությունը վայելեցինք, հողամասի ցանածը, սիրելիներս, դա է ամենակարևորը։ Եվ հիմա էլ թարմը, քո ձեռքի տնկածը, առանց քիմիկատների մաքուր, առողջ սնունդ։ Այսօր մի տեսակ նորից անպամած է, մեքենան միացրել եմ, լվացք եմ անում, մի պարտյան արդեն փռել եմ, սիրելիներս, ասեցի մի հատն էլ լցնեմ, գնամ կանաչիները մաքրեմ, սիրուն, հետևորդներիս հետ մի քիչ էլ զրույցեմ, նոր արդեն կանցնեմ մնացած գործին։ Մինչև այդ էլ լվացքը կկանգնի, հələ սամիթը տեսեք, խիտ էր, հիմա հանել ենք, նայ։ Քո ձեռքի ցանածի հոտը, սիրելիներս, ուրիշ համ ու հոտ ունի, ուրիշ բուրմունք ունի կանաչիների թարմը, շատ անուշ է, շատ։ Գնվածը հիմա չգիտես, Հայաստանում էլ ուրիշ է, սիրելիներս, մեր հող ու ջրի կանաչիի համն էլ է ուրիշ, ամեն ինչն էլ միշտ ասում եմ, բայց այստեղ բերված է դրսից, որը Հայաստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից բերում են, իսկ հիմա չկա։ Դե ամառը մենք ոչինչ էլ չենք գնում, դուք տեսնում եք, հաշտանոտ եք, որ սիրելի հետևորդներ ջան, մենք ամեն ինչ էլ ունենք։ Հիմա կողքի դնեմ, ամեն ինչ էլ ցանում ենք, այս տարի ձմերուկ էլ ունենք, մի 2 տարի ցանել ենք, այն առաջի հողում, սիրելի հետևորդներ ջան, լավ չեղավ, բայց այստեղ հələ փորձենք, առաջի տարին է, որ փորձելու ենք, ասեմ, որ ցուրտ է, ուզում եմ այս ժակետը մի հատ ուսերից գցեմ, սառն է եղանակը, սիրելիներս, շատ, ինչքան է մեծացել, լրիվ հանեցինք, սիրելիներս, ուզում եմ կտրեմ, հələ տեսնենք, հո փտաշի, հələ տեսեք, սիրելիներս, փտաշի, ընտիր սերմեր, Մանիկը նորից ցանել է, հիմա, սիրելիներս, մաքրեմ, թանկագիններս, նոր կլվանամ, վարունգներն էլ ցույց տամ, սիրելիներս, տեսեք, ինչքան նուրբ, ընտիր, փշոտ, իսկական մարինատիվ վարունգ է սա, վարունգներն էլ ուզում եմ աղցանի մեջ ավելացնեմ, պատրաստելու ժամանակ, լավ կասեմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա կադրից դուրս, ես բողկը մաքրեմ, սիրելիներս, նոր տեսնենք որտեղ ենք հանդիպում, որ շատ ժամանակը երկար չխլեմ ձեզանից, ուզում եմ այսենց ընտիր եմ, սա էլ մի կողմ դնեմ, հիմա հերթը հասավ դիվան բաշխում, ոնց որ ասած, հերթը հասավ ճավին, այս դնեմ ստեղ, այստեղ որ երևա,
Ասեցի, չէ, հոլովակի սկզբից սիրելիներս, սա բազուկի ճավ է առանց գլխի, հատուկ եփելու համար է։ Մեզ մոտ Հայաստանում չգիտեմ ոնց է կոչվում, մեզ մոտ կոչվում է մանգոլ։ Ամեն տարի առնում եմ ուտելու համար, համել այդ սպիտակները թթվի մեջ եմ դնում։ Շատ համով է։ Կարմիրն էլ է նույնը։ Թթուն կարմրելու համար կարմիրն էլ եմ դնում։ Տեսնում եք, գլուխ չունի։ Առանց գլխի է։ Տենց մաքրեմ, հերթով շարեմ, հետո կլվանամ։ Շատ նուրբ, հլը տեսեք, նուրբ։ Տեսնում եք, չէր կոտրվում, շատ նուրբ է։ Այս տերևները ափսոսս գալիս է, նուրբ են, կուտենք, չեմ կտրելու։ Նուրբ են, ցողունի հետ կեփի, այնպես չի, որ ցողունը կոշտ է, կտրեմ առանձին սկզբից քաշեմ, հետո տերևները։ Չէ, իրանք անցած անգամ էլ իրար հետ լավ եփեցին։ Այս անգամ կադրից դուրս եմ եփելու, որովհետև չեմ սիրում կրկնել, արդեն եփել եմ, ցույց եմ տվել սիրելիներս։ Կմաքրեմ նոր արդեն կադրից դուրս կեփեմ, կլվանամ լավ։ Լսում եք թռչունների երգը։ Մի փոքր այսինչ, ահա։ Շատ համով է լինում ծխտոր մածունով, դե ես համը չգիտեմ, չեմ կարող ասել, ծխտոր մածուն չեմ ուտում, բայց շատ սիրում եմ ձվով պատրաստած առանց ծխտոր մածունի, սիրելիներս, այնպես սառը քամի է։ Այդ շաճորի տակն էլ նստելից կարոտել եմ, գիտեք, անցած տարվանից չէի նստել, ճիշտ է, հավաքվում ենք, որ գալիս են աղջիկս, հյուրերը ստեղ նստում ենք, ուղղակի ձեզ հետ զրուցելու համար, դա երկրորդ օրն է, երկրորդ անգամ է, որ նստում եմ, շատ նուրբ է, շատ, այս մասերը լավ, այսպես, մի փոքր, ամենահամով մասերը հենց ես կիսուրս ասեր, պաշի մասերն է, հարտաշատիները, պաշերն են համով։ Սիրելի հետևորդներ ջան, բանջարեղենները բոլորը մաքրեցի, վերջացրեցի, վարունգն էլ, բոխկն էլ, վազուկն էլ, սոխն էլ, ծամիկն էլ, հազարն էլ, որոշել էի, որ դրսից օրակի տակ լվանայի, բայց ձեռքերը սառել է, հիմա կասեք տիկին Մարին, այս եղանակին ձեռք ես առում, սառել է իրոք սիրելիներս, շատ ցուրտ է, չեմ ասում, չգիտեմ ինչ աստիճանի, բայց հաճելի չի դուրսը նստելը, որովհետև համ խոնավ է, համ էլ մի քիչ սառնոտ է, դրսից օրակի տակ չեմ կարող լվանալ։ Հիմա Մարինես էլ գա, օգնի տանենք խոհանոց, խոհանոցում միասին կլվանանք։ Դե ես Մարինեին կանչեմ, ձեզ ասեմ, քիչ հետո կմիանանք, մինչև մենք տանենք խոհանոց։ Սիրելիներս, արդեն դուք էլ ինձ հետ միասին մեր խոհանոցում եք։ Հիմա առաջին հերթին կլվանամ կարմիր բոխկը և վարունգը։ Տնական մեր ձեռքի ցանած վարունգներն են։ Մարինկաս մի հատ կտրեց, մի անուշ հոտ էր գալի, համն էլ ընտիր, սիրելիներս, քո ձեռքի տնկած, մշակած ամեն ինչի համն ու հոտն էլ ընտիր է, ավելի համեղ է, քան գնվածը, գնվածը չգիտես ինչ ես գնում։ Բոխն ու վարունգը կլվանամ, կվերջացնեմ, նոր
Սիրելիներս, լվանում եմ 1000-ը, տերևները առանձնացրած հատիկ, որպեսզի ոչ մի ավելորդ բան հանգարց չմնա տերևների մեջ։ Թրթուր, ворդ, բլոճ, մի խոսքով։ Հիմա 1000-ն էլ կլվանամ, սիրելիներս, նոր կմիանամ ձեզ, կլվանամ կադրից դուրս։ Սիրելիներս, աղցանի համար բոլոր կանաչիները լվանալուց հետո մաքրեցի կարտոֆիլ, բաժանեցի մասերի, հիմա մի փոքր ջուր եմ ավելացնում, գազօջախը վառեմ թող եփի, այդ ընթացքում էլ կկտրատեմ բանջարեղենները։ Սիրելիներս, հիմա սկսում եմ կտրատել լավ լվացած, ջրքանված բանջարեղենները աղցանի համար, սկսում եմ կտրատել 1000-ի թերթիկներից։ Այս աղցանը 1000-ով, սիրելիներս, պատրաստվում է միայն թարմը կանաչիներով, բողկով, վարունգով, մարդ կա լոլիկ է ավելացնում, մերոնք լոլիկով չեն սիրում, բայց վարունգով, սոխով շատ են սիրում։ Սիրելիներս, ստացվում է շատ համեղ, վիտամիններով հարուստ աղցան։ Այս սեզոնին պետք է շատ օգտագործենք բանջարեղեններ, կանաչիներ, որտև մեր օրգանիզմին հարկավոր է, սիրելիներս, անպայման պետք է վիտամին օգտագործենք, թարմը վիտամիններ։ Հիմա ես կտրում եմ ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր, դուք ինչպես կցանկանաք, ցանկությունը ձերն է։ Սիրելիներս, 1000-ի թերթիկները մի փոքր ցույց տվեցի, ոնց եմ ես կտրատում, կկտրատեմ, կհանդիպենք կադրից դուրս։ 1000-ի թերթիկները կտրատելուց հետո, սիրելիներս, հիմա կտրատում եմ բողկը։ Սիրելի հետևորդներ ջան, ես չափաբաժնով չեմ պատրաստում, աչքի չափով եմ պատրաստում, որովհետև այս աղցանը չունի չափաբաժին, դուք կարող եք ինքներդ որոշել, թե ինչքան պատրաստեք, ինչ չափաբաժնով։ Հիմա բողկն էլ մինչև կտրտեմ, տեսնում եք, ընտիր բողկ է, կարտոֆիլն էլ արդեն եռում է, աղ կլցնեմ, թող լավ եփի, պատրաստելու եմ այսօր պյուրե և կմատուցեմ աղցանով։ Հիմա բողկն էլ կտրատեմ, սիրելիներս, կհանդիպենք։ Բողկն էլ կտրատեցի, վերջացրեցի, հիմա վարունգն եմ կտրատում, հետո կանաչիները կկտրատեմ, սիրելիներս, կհանդիպենք արդեն բոլոր բանջարեղենները կտրատած պատրաստի։ Աղցանի բաղադրիչները կտրտած է, վերցրել եմ քացախ, բուսայուղ, սև պղպեղ և աղ, հիմա կհամեմեմ սև պղպեղով, աղով։ Սիրելիներս, ես մի փոքր իմ համար և Մարինեի համար առանց սոխի եմ վերցրել։ Համեմելուց հետո կավելացնեմ 3 լավ ճաշի գդալ բուսայուղ, եթե պակաս լինի, մի փոքր էլ կավելացնեմ, առայժմս 3 ճաշի լիքը գդալ բուսայուղ եմ լցնում, սրբեմ, հիմա քացախ պետք է օգտագործեմ 6-9%, ինձ մոտ 9% է, 2 լավ ճաշի գդալ, կխառնեմ, կհամտեսեմ, եթե քիչ լինի, կավելացնեմ բոլոր համեմունքները, քացախը և ձեթը նորից։ Հիմա պետք է լավ խառնեմ։ Աղցանին կարող եք ավելացնել աղացած կարմիր պղպեղ, ըստ ճաշակի է, և լոլիկ։ Սիրելիներս, տեսեք ինչ լավ
Գեղեցիկ տեսքով, միևնույն ժամանակ համեղ աղցան պատրաստեցի հազարի թերթիկներով։ Մի փոքր կթողնեմ, որ համեմվեն բաղադրիչները իրար, այդ ընթացքում կարտոֆիլը արդեն կտրորեմ և վալե։ Ինչ աղցանի կանաչիները կտրեցի, տեսեք կարտոֆիլը քիչ ջրով այնպես է եփել, ինքն իրեն ոնց որ տրորված լինի։ Հիմա ես էլ մի թեթև կտրորեմ, շատ ջրիկ չեմ անում, ջուր չեմ թողում մեջը, քիչ ջրով եմ խաշում, որ հատիկ կանգնի, մի քիչ էլ շատ ջրիկ կարտոֆիլը համով չի լինում, իսկ այդպես մի քիչ կոշտերով համեղ է լինում։ Արդեն համեմել եմ աղով, հիմա կարտոֆիլին խաշած, տրորած կավելացնեմ մի լավ մեծ կտոր կարագով համեղ է։ Կարտոֆիլները կբերեմ կարագի վրա, սիրելի հետևորդներ ջան, կարագը կծածկեմ կարտոֆիլով և կթողնեմ մի 2-3 վայրկյան կամ 1 րոպե, որպեսզի կարագը հալվի, նոր կխառնեմ։ Արդեն կարագը լավ հալվել է կարտոֆիլի մեջ, կարտոֆիլի պյուրեն պատրաստ է, սիրելիներս, տեսեք ինչ ընտիր ստացվեց, փափուկ, միևնույն ժամանակ համեղ, համեղությունը կարտոֆիլի որակից է, սիրելիներս, դեղին կարտոֆիլը շատ համեղ է, իսկ հիմա լցնեմ մատուցվող ափսեն ձեզ ցույց տամ։ Պուրեն լցրել եմ ափսեի մեջ և սիրով ցույց եմ տալի, տեսեք ինչքան փափուկ լավ ստացվեց, այստեղ էլ հազարով աղցանն է, սիրելիներս, առատ կանաչիներով, դա էլ շատ համեղ ստացվեց, այսօր ձեզ ներկայացրեցի հազարով աղցանի իմ տարբերակը, այսօրվա համար այսքանը, սիրելիներս, եղեք առողջ, մնացեք խաղաղությամբ, ձեզ հետ էր ձեր սիրելի տիկին Մարինեն, ցտեսություն բոլորիդ։